գիտեք, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում երկխոսությունը մշտական բնույթ է կրում եւ ինտենսիվությունը փոխայցելի բավականին մեծ է։ Վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն ունեցել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Թբիլիսիում պաշտոնական այցով, արդարադատության նախարար այսօր եւ երեք արդեն Հանրապետության նախագահի այցն մյուս շաբաթ սպասվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի այցը։ Բացի դրանից բնականաբար կոնտակտները նաեւ հեռավար են շարունակվում մշտապես վրացական գործընկերների հետ, ինչը խոսում է այն կարևորության մասին, որ երկու կողմերը տալիս են այս հարաբերություններին եւ մենք մշտապես խոսում ենք, շատ բաց քննարկումներ ենք ունենում հարցերի վերաբերյալ, որոնք երկուստեք հուզում են։ Խոսում ենք նաեւ բնականաբար տարածաշրջանային համագործակցության մասին, որովհետեւ օգոստոսի 8-ի Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո ըստ էության թե ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև է ապաշրջափակումը տեղի ունենալու, բայց սա նաեւ նոր հնարավորություններ է բացելու նաեւ մեր բարեկամական Վրաստանի համար, այդ առումով օրակարգը բավականին հագեցած էր եւ վստահաբար նաեւ այս այցի ընթացքում Հանրապետության նախագահը իր հանդիպումների ընթացքում շոշափել է այս բոլոր թեմաները։ Պարոն Կոստանյան, մենք նկատեցինք, որ նաեւ երբ Հայաստանում էր պետքարտուղարի տեղակալ, այստեղ նաեւ պետդեպարտամենտից ամերիկյան մեկ այլ ներկայացուցիչ կար եւ հենց թրիփն էր քննարկել։ Ինչպես են տեսնում այդ համագործակցությունը միմյանց։ Միացյալ Նահանգների գործընկերները, ովքեր Երևանում էին, ոչ միայն պետքարտուղարի տեղակալներ, այլ նաեւ այն գործընկերները, որոնք հետո Թբիլիսի էին ժամանել, կոորդինացնում են նաեւ մեզ հետ այն քննարկումները, որոնք ունենում են մեր այլ գործընկերների, այդ թվում նաեւ Վրաստանի հետ, իսկ Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաեւ Վրաստանը շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։ Մենք ինքներս էլ մեր Միացյալ Նահանգների գործընկերներին քաջալերում էինք եւ բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն անգամ վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, մենք եւ շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել։